Բարև ձեզ, ես Աննան եմ, գտնվում ենք Ազատազանի քաղաքացիական հրաձգարանում, կրկին հանդիպում ենք թվանք հաղորդաշարի եթերում։ Այսօր ձեզ ներկայացնելու եմ Hammerli Tactical R1 զինատեսակը, որը օգտագործում է 22 long rifle կամ 22 LR տրամաչափի փամփուշտներ։ Hammerli ընկերությունը հիմնադրվել է 1863 թվականին ու հայտնի է դարձել հենց իր ճշգրիտ զինատեսակների միջոցով, ունի եւ 22 LR տրամաչափի հրացաններ եւ այլ պլատֆորմայի զինատեսակներ, հենց այս զինատեսակը պատկանում է AR-15 հարթակին։ Զինատեսակի քաշը մոտավորապես 29 կիլոգրամ է, ընդհանուր երկարությունը 880 մմ է, որից 16.1 դյույմը փողի երկարությունն է։ Իդեպ 16 դյույմը պատահական ընտրված չէ հենց 22 LR տրամաչափի համար, քանզի 22 LR-ի փամփուշտի վառոդը հենց վառվում է 16.1 դյույմ փողի երկարության ժամանակ, այսինքն եթե փողը ավելի երկար լիներ, հնարավոր է սկզբնական արագության վրա ազդեր։ Ունենք պիկատինի հարթակ, վրան տեղադրել ենք օպտիկական նշանոց եւ նաեւ հնարավորություն ունենք փողի այս վերևի հատվածում տեղադրել գիշերային տեսանելիության սարքեր, ջերմատեսիլ սարքեր, լապտերներ եւ այլ աքսեսուարներ, դրանք ոնց որ չեն ծանրացնում, քանզի արդեն հարմարանքը կա, որի վրա կարող ենք տեղադրել։ Պահեստատուփի մեջ տեղավորվում է 20 փամփուշտ, պահեստատուփը, ապահովիչը գտնվում է զինատեսակի այս կողմում, ինքը շատ նման է հենց AR-15-ի մոդելին, այստեղ է ապահովիչը, կոթը կարգավորվող է, կարող ենք հենց մեզ հարմարեցնել մի քանի դիրքով, փողի վրա կարող ենք նաև ավելացնել փողաբերանի արգելակ, այստեղ հենց փողի տակ բռնակ ունենք, ինչը կարող է ավելի հարմար դարձնել հրաձգության ընթացքը։ Տվյալ զինատեսակը հարմար է պարապելու համար, այսինքն կարող եք սրանով երկար ժամանակ պարապել, հետո գնել հենց AR-15 պլատֆորմի, օրինակ 223 տրամաչափի հրացան ու ավելի հմուտ տիրապետել, ինքը հենց տակտիկական ինչ-որ վարժություններ անելու համար շատ հարմար է։ Նաև կարող եք որսի մեջ կիրառել, հիմա կիջնենք մեր ճշտադրման տեղամաս, կփորձենք փունջ հավաքել, հետո արդեն ավելի հեռավոր թիրախներ կխոցենք։ Գտնվում ենք ճշտադրման տեղամասում, կփորձենք հիմա 3 փամփուշտով փունջ հավաքել, կգնանք կտեսնենք ինչ փունջ ենք հավաքում, հետո արդեն կգնանք մեր ընդհանուր հրաձգության տեղամաս ու այնտեղ հեռավորությունների վրա կաշխատենք։ Ավարտեցինք հրաձգությունը, փամփշտատուփը անջատում ենք ու դնում ենք ապահովիչի վրա, մոտենանք տեսնենք ինչ ենք արել։ Իդեպ առիթից օգտվելով ասեմ, որ այս պահին Ազատազանի ճանապարհի համար դրամահավաք ենք սկսել, որպեսզի տարվա ցանկացած եղանակի կարողանանք գալ, մարզվել, որովհետև երբ անձրև կամ այլ տեղումներ են գալիս սյուն, ուղղակի ահավոր է լինում, ստիպված հրաձգանը փակ է լինում, դրա համար այս առիթից օգտվելով կարաք ծր մասնակցեք այդ դրամահավաքին, իսկ հիմա մենք մեր արդյունքը նայենք։ Այս 3 փամփուշտն է, համ կենտրոնին է մոտիկ, համ խումբն է ավելի հավաք։ Շատ լավ է, կամաց 22 LR-ով սկսում եմ լավ աշխատել, այս թվով երրորդ թվանք հաղորդումն է, որը 22 LR-ով եմ գրակում, նկարում ավելի ճիշտ, որ սենց որ շարունակվեց դառնալու 22 LR տրամաչափի ամբասադոր Հայաստանում։ Իջնենք ներքև, փորձենք հեռավորություններ կրակել։
Գտնում ենք ընդհանուր հրաձգության տեղամասում 10 փամփուշտ կլիցքավորեմ ու կփորձենք 100 մետրի վրա կրակել։ Սա արագ լիցքավորեմ ու սկսենք։ Սկսեմ ընկեր Անդրան։ Ես խոցում, ես չէ, սա էլ խոցում, ես մի քիչ շտապեցի, խոցում ու վերջ։ Օպտիկայով մի քիչ իմ համար անհարմար է, անսովոր է, որովհետև շատ է դողում, մանավանդ կանգնած եմ կրակում, զենքը ծանր է, մոտավորապես 3 կիլո, բայց հարմարությունը ընտիր է։ Հաստատ կարաք առնեք, սրա վրա պարապեք, հետո ավելի լավ զենք ունենաք, ավելի թանկարժեք, որովհետև փամփուշտների մասով էլ ծոր ափսոս չի էլի, անդադ կարող եք առնել, կրակել։ Եվ այսօրվա թվանքը այսքանով սահմանափակենք, այս տնենք այստեղ։ Եվս մեկ 22 LR-ի մասին հաղորդում մոտեցավ ավարտին, ձեզ կոչ եմ անում գալ ազատազեն, այստեղ իդեպ նոր զենքեր ունենք, կարող եք գալ փորձել, որպեսզի միասին մարզվենք, զինվենք և դառնանք ազատազեն։ Հաջողություն։